Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Մերձավանի սպանության գործով ձերբակալվել է ևս 2 անձ, ըստ քննչական կոմիտեի հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որից 6-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 3-ի նկատմամբ տնային կալանք, 3-ի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցները։ Փետրվարի 5-ին հարձակում էր եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տանուղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել ընտանիքի ընկերը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նախկին ղեկավարն իր տեղակալի օժանդակությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն համայնքի բնակչին պատկանող եւ Բյուրական համայնքին պատկանող բնակելի ընդհանուր 5.204.000 դրամ արժողությամբ 2 հողամասերի նկատմամբ խաբեությամբ ձեռք է բերել սեփականության իրավունք։ Մարտի 15-ին ոստիկանության քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարիթաղում կրակոցներ են հնչել կանտուժացներ, կրակոցները հնչել են Սարիթաղի 6-րդ փողոցի 28 տամբակում, որտեղ հայտնաբերել են կրակված փամփուշտի գնդակ, բավականին շատ արժանանման հետքեր, հողաթափեր, իրեր։ Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։ Մարտի 14-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գայ գյուղում հնչել են կրակոցներ։ Պարզվել է, որ մարտի 14-ին ժամը 20:30-ի սահմաններում Արմավիր մարզի բնակիչ 33-ամյա Նարեկն իրեն պատկանող վաղ 21:21 մակնիշի ավտոմեքենան անկանոն վարելով եւ բարձր հայհոյանքներ հնչեցնելով մոտեցել է մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրի եւ հարցի շուրջ նրա հետ վիճաբանել են Արմավիրի մարզի բնակիչներ 40-ամյա Ֆրոնզիկը եւ 40-ամյա Արմենը, որը վերածվել է հրմշտոցի եւ Նարեկին միացած վերջինիս եղբայր Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Կարենն իր հետ նախապես վերցրած ինքնաձիգով կրակոցներ է արձակել օդ ու դիմել փախուստի։ Մարտի 12-ին ոստիկանության աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկի տամբակում օդաճնշիչ տիպի զենքով թռչուն կրակելու ժամանակ փամփուշտը անդրադառնալու եւ ոտքին դիպչելու հետևանքով ցախ ոտքի վնասվածքով աշտարակ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը մարզի բնակիչ 13-ամյա ՀՀ-ն է, ինչպես նաեւ պարզվել է, որ նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում իրենց տամբակում Արագածոտնի մարզի բնակիչ 15-ամյա Ամն, մարզի բնակիչ 44-ամյա Սևակին պատկանող Գամո տիպի 4.5 մմ տրամաչափ օդաճնշիչ զենքով պատահաբար մեկ անգամ կրակել է ՀՀ-ի ցախ ոտքին, որի հետևանքով էլ վերջինս ստացել է վնասվածքը։ Մարտի 9-ին ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Խանջյան փողոցի 31 հասցեում գործող ԵԼԿԱ ակումբում 2 տղամարդ վիճաբանել են միմյանց հետ ապակյա շշերով կոտրել ակումբի գույքն ու հեռացել։ Քիչ անց Վարդանանց տպագրիչներ փողոցների խաչմերուկում նկատել են 2 քաղաքացու, որոնց վրա արկա է եղել արնանման հետքեր ու մարմնական վնասվածքներ։ Նշված քաղաքացիներին վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածի արկայության հիմքով ձերբակալվել եւ բաժին են տեղափոխվել, որտեղ պարզվել է, որ նշված քաղաքացիները հանդիսանում են Երևանի բնակիչներ 34-ամյա Անդրանիկ Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Սերյոժան։ Մարտի 10-ին ոստիկանության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ուիգմոր կլինիկ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 16-ամյա Լ-ին, ով հայտնել է, որ վնասվածք է ստացել քոլեջում դեմքով պատին հարվածելու հետևանքով։ Պարզվել է, որ մարտի 10-ին ժամը 11:30-ի սահմաններում նշված քոլեջի հարակից տարածքում Լ-ի եւ նույն քոլեջի ուսանող Երևանի բնակիչ 15-ամյա ՎԳ-ի միջև անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Լ-ին սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել ՎԳ-ի հասցեին, ինչի հետևանքով վերջինս բռնցքով հարվածել է Լ-ի դեմքին պատճառելով վնասվածքը։ Մարտի 11-ին ոստիկանության Դավթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:30-ի սահմաններում Դավթաշեն վարչական շրջանի առաջին թաղամասի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի բակում նույն դպրոցի աշակերտների միջև տեղի ունեցել վիճաբանություն, որը կանխել է դպրոցի տնօրեն Ռիման։ Վեճից հետո նույն օրը ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները դպրոցի 12-րդ դասարանի դասասենյակում գտնվող պահարանի վերևում դրված ծաղկամանի միջից հայտնաբերել են գաղտնի փականով թվով 2 հատ դանակ, որոնց երկարությունը կազմել է 20 սանտիմետր, շեղբի երկարությունը 8.4։ Մարտի 11-ին ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Թումանյան 21 կոտորակ 2 հասցեում գտնվող Լոնդոն հյուրանոցի հյուրը Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյում եւ անհարգալից պահվածք է դրսևորում հյուրերի եւ աշխատակիցների նկատմամբ։ Ոստիկանները Ասլանին տեղափոխել են բաժին։ Մարտի 16-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտակա ձորակում տղամարդու դի է հայտնաբերվել։ Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ձորից դուրս են բերել քաղաքացու դին։
Մարտի 14-ին Երևանի Գուսանշրամի փողոցի թիվ 100 հասցեի դիմաց Ռուբեն Շինյանութի խանութի հարևանությամբ Երևանի բնակիչ 47-ամյա Հարությունն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով վրայերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Մարտի 15-ին Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Գրիգորն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Կինևետ գյուղում վրայերթի է ենթարկել հետիոտն 4-ամյա տղային։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Մարտի 14-ին Ալափարս եւ Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 66-ամյա Ռուբիկի վարած Mercedes, 27-ամյա Սևակի վարած Volkswagen Golf, Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Էդվարդի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 14-ին Աբովյան Ձորախբյուր ավտոճանապարհի աշտարակի խճուղում բախվել են Jeep Compass եւ Gaz 3110 մակնիշի ավտոմեքենաներ, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 8-ի առավոտյան համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժինը ահազանգած քաղաքացին հայտնեց, որ գիշերը Էջմիածնի Պրոշյան փողոցի իր տան դիմաց կայանված ՎԱԶ-2106 մակնիշի մեքենայից գողացել են մարտկոցը։ Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում արդեն հաջորդ օրը համայնքային ոստիկանները ստացան տեղեկություն մեկ այլ գողության, ավելի ճիշտ փորձի վերաբերյալ։ Մարտի 9-ի առավոտյան ժամը 6-ին երկու տղամարդ Էջմիածնի Մանուշյան փողոցում գործիքով բացել էին ծաղկի սրահի դուռը եւ փորձել գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցրած դիմել էին փախուստի։ Հետագա միջոցառումներով պարզվեց տղամարդկանց ինքնությունը։ Մեկը 26 տարեկան էր առանց մշտական բնակության վայրի, մյուսը 48 տարեկան երևանցի։ Նույն օրը երևանցին հայտնաբերվեց մայրաքաղաքի Չարենցի փողոցում, ձերբակալվեց ու տեղափոխվեց համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Այստեղ նա խոստովանեց, որ գողության փորձն ու մեքենայից գողությունը կատարել են իրենք եւ գողացված մարտկոցն էլ իրենց տանն է։ Հաջորդ օրը հայտնաբերվեց նաեւ 26-ամյա երիտասարդը, երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Մարտի 8-ին Գեղարքունիքի պարեկները սահմանված արագությունը գերազանցելու համար կանգնեցրել են Opel մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ 39-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական։ Տղամարդը դրսևորել է կասկածելի վարքագիծ եւ պարեկներին է ներկայացրել կանեփանման զանգվածով փաթեթ։ Նա ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Չամբարակի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչամուն զանգվածով փաթեթ, քաթուցիչ եւ 2 դանակ։ Գեղարքունիքի պարեկների հաջորդ բացահայտումը մարտի 10-ին էր։ Իրավապահները ապօրինի թմամիջոց ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով Գավառի Ազատության փողոցում ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Գավառի բաժին են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Բաժնում նա ներկայացրել է կաթուցիչ եւ մարիխուանայի նմանվող զանգվածով թղթե փաթեթ։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է անձնական օգտագործման համար։ Մարտի 15-ին Ճամբարակ Դրախտիկ ավտոճանապարհին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Volkswagen մակնիշի մի մեքենա, որի 35-ամյա ուղևորը պարեկային ծառայողների բանավոր պահանջով ներկայացրել է թղթե փաթեթ եւ դանակ։ 35-ամյա տղամարդը հայտնել է, որ փաթեթի դեղնականաչավուն զանգվածն ինքն է պատրաստել վայրաճ կանեփի թփերից անձնական օգտագործման համար։ Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախագնական մարմին։ Մարտի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4410 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 249 մեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 157, առանց վարորդական իրավունքի վկայականի 318 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարնիշի հետ կապված 17, չամրակապված վարելու 934, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 319, վարելիս հեռախոսից օգտվելու 190, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 27 եւ 1572 այլ իրավախախտումներ, 112 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 293-ը տեխնիկական զննություն չանցած, 92-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 112-ը թաղանթապատված դիմապակեով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու բաժիններ է տարվել 76 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14473 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 302 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 200, առանց վարորդական իրավունքի վկայականի 728 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարնիշի հետ կապված 114, չամրակապված վարելու 3388, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 368, վարելիս հեռախոսից օգտվելու 555,
Աճոտի, որ սահմանված վայրով անցնելու 33, արագության գերազանցման 2271 եւ 4227 այլ իրավախախտումներ, 419 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 1359 տեխնիկական զննություն չանցած, 498-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 12-ը բեռնատարներ, 141-ը թաղանթապատված դիմապակյով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու բաժինները տարվել 57 անձ։